Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ խոսելով այն մասին, թե ինչու է անհրաժեշտ պետականացնել ՀԵՑ-ը, նշում է, որ օրինակ վերջերս ինքը գտնվել է հոմպլեքս հիպերմոլի բացմանը եւ այդ ընթացքում երբ այդ միջոցառումներ հոսանքազրկվում է հոմպլեքսը, միջոցառումը փչանում է, որովհետեւ ինքը բերում է այստեղ երկու պատճառ։ Առաջինը, իրանք ուղակի չգիտեն ոնց աշխատեն, լավ չեն աշխատում ու դրա պատճառով ունակ չեն ապահովել հոսանք, եւ երկրորդ պատճառը, որ սա դիտավորյալ սաբոտաժ էր։ ՀԵՑ-ը որոշել է սաբոտաժ իրականացնել եւ Նիկոլին թողել մութ սենյակում։ Հիմա ես երեք դիտում էի հարցազրույցը ՀԵՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազենյանի հետ, որտեղ ինքը պատմում է, պարզվում է, որ հոմպլեքսը երկու տեղից է ստանում հոսանք։ Առաջինը դա Կարիտաս ընկերությունն է, եւ երկրորդը դա նախկին ՊՆ-ի հայեցողության տակ, այս պատասխանատվության գոտում եղած, իսկ հետագայում ՊԵԿ-ին փոխանցված եւ այսօր պետական հիմնարկ հանդիսացող ընկերությունն է, որը այդ երկու տեղից է տալիս հոմպլեքսին հոսանք։ Այսինքն ՀԵՑ-ը բացարձակ կապ չունի այդ հոսանքազրկման հետ։ ՀԵՑ-ի պատասխանատվության գոտուց դուրս է սա եղել, թեպետ ՀԵՑ-ի աշխատակիցները գնացել են ու չունենալով նման պարտավորություն օգնել են արագ վերականգնել։ Սրանք ուրեմն չունեն այդ ավտոմատացված համակարգը, որը որ մի կայանից ոնց որ switch անում երկրորդի վրա, որը մեզ տեղեկացրեցին, որ մոտ 1 միլիոն դրամի ծախսա դա ունենալու, որովե իրան հարգող հիմնարկ, որը որ մեծ ծավալի գործունեություն է ծավալում, դրանից ունենում է, որ այսինքն միտեղ հոսանքազրկվում է, ինքը ավտոմատ փոխանցում է երկրորդի վրա։ Իրանք դա չունեն։ Ու մի անգամ էլ ֆիքսենք, հիմնարկներից մեկը պետական է, հիմա ՊԵԿ-ի լիազորության տակ է, որը պետքա հոսանք տար։ Երկրորդը Կարիտասն է, որը կապ չունի ՀԵՑ-ի հետ, երկուսը ՀԵՑ-ի հետ կապ չունեն։ Ու սա խոսում է, որ պետքա պետականացնել, երբ որ այս իրավիճակի պատասխանատուներից երկուսից մեկը հանդիսանում է պետական հիմնարկ։ Նիկոլ, այս համատեքստում, եթե դու պնդում ես, որ պետքա պետականացնել, որ sense բաներ չլինի, միակ լուծումը քեզ պետականացնելն է։